Ընտրությունների արդյունքների հետ համաձայն չի ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա մտադիր է առաջիկայում ընդդիմադիր դաշտում ձևավորել համախմբում, որի գլխավոր նպատակը Փաշինյանի հեռացումն ու պետության հիմքերը պահպանելը կլինի։ Կարապետյանը ընդգծել է, որ իրենք չեն տրվելու պրովոկացիաների եւ շարժվելու են յուրաքանչյուր քայլ ճիշտ գնահատելով։ Նա շեշտել է, որ ընդդիմությունը մտադիր է պայքարել հիմնվելով քաղաքական նոր գործիքակազմի վրա։ Շուտով մենք միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ես ցանկանում եմ կոչենք ուժեղ եւ վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում մենք կկարողանանք ռեալ մեր ժողովրդի աջակցությունը ստանալ այդ հանրահավաքին։ Անդրադառնալով միջազգային դերակատարներին եւ արտաքին քաղաքական վեկտորին, Կարապետյանը նշել է, որ Հայաստանը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական հակասությունների կիզակետի։ Նա ընդգծել է, որ ընդդիմության պայքարը կրելու է համակարգված բնույթ առանց էմոցիաներին տրվելու։ Ռուսաստանն էլ է հաղթել, որովհետեւ Ռուսաստանը մինչեւ հիմա մեզ վերաբերվում էր որպես դաշնակից պետություն եւ համբերությամբ նայում էր մեր արած բոլոր հակառուսական փոքր քայլերին։ Այս ընտրություններով Ռուսաստանը ստացավ հնարավորություն իր ուժը ցույց տալու։ Եվ մենք արդեն տեսնում ենք, որ այդ process-ը սկսել է։ Մենք չպետք է թույլ տայինք Հայաստանը դարձնեինք հակառուսական կենտրոն, ինքը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը։ Ես չեմ հավատում, որ եվրոպական մի երկիր կամ մի եվրոպական արժեքների մեջ ինքը տեղավորվում է, բայց ինքը հասկանալով ստեղծված իրավիճակը Ռուսաստանի եւ այդ պետությունների միջև կարողացավ վաճառել հակառուսականությունը եվրոպացիներին։ Կարապետյանը կոչ է արել նաև քննադատելուց ու խորհուրդներ տալու փոխարեն միանալ ընդդիմության համախմբմանը։ Շատ խորհուրդներ մեզ չտան, թող գան միանան մեր պայքարին, բոլորը այդ պայքարի մեջ տեղ ունեն, իրենց լավ մտքերը արտահայտեն, լսեն հակառակ կարծիքները եւ բոլորը չքննադատեն 21 թվի Քոչարյանին կամ 26 թվականի Կարապետյանին, մենք բաց ենք պայքարի համար, ցանկություն ունենք մեծ համախմբում ունենանք։